Հայաստան-Եվրամիություն գործընթացում մարդկանց ուզող ամենակարևոր հարցերից է կամ հարցն է վիզաների ազատականացումը։ Հռչակագրի 23-րդ կետում ընդհանրապես ողջունում են գործընթացը։ Հարց. երբ են ազատականացվելու վիզաները։ Չկան ժամկետներ, գոնե մոտավոր, չկան երաշխիքներ կամ պարտավորություններ Եվրամիության կողմից։ Դիտմամբ նաև այս վիզաների ազատականացումը քաղաքացիների համար չի պարզաբանվում։ Մարդկանց տպավորությունը այլ է։ Երբ մարդիկ ինձ հետ կիսվում են Եվրամիություն մտնելու մասին իրենց պատկերացումներով, ասում են՝ վիզաները հանեն, գնանք պրծնենք։ Վստահ եմ, շատ տեղեր կա այս խոսակցությունը, ու սրանից ելնելով էլ շատ ենք լսում, եթե վիզաները ազատականացվեն, Հայաստանում մարդ չմնա, սաղ կգնան։ Ժողովուրդ ջան, վիզաների ազատականացումը ունի հստակ իրավական սահմանափակումներ։ Վիզաների ազատականացումը կամ վիզային ռեժիմի չեղարկումը հնարավորություն է տալիս առանց մուտքի վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ, հետևյալ պայմաններով. կարելի է գտնվել Եվրամիության տարածքում առավելագույնը 90 օր 180 օրվա ընթացքում։ Կարող եք գնալ միայն զբոսաշրջության, հարազատներին կամ ընկերներին այցելելու, գործնական հանդիպումների, միջոցառման մասնակցելու, կարճաժամկետ դասընթացների կամ բուժման նպատակով։ Վիզայի ազատականացումը չի տալիս աշխատելու իրավունք, անգամ եթե 90 օրով եք գնում։ Ոչ էլ ձեզ թույլ է տալու ապրել այնտեղ։ 90 օրը լրանալուն պես պարտավոր եք լքել Շենգենյան գոտին։ Սա ձեզ չեն բացատրում, չեն ներկայացնում, ժողովուրդ ջան։ Վիզաների ազատականացումը ընդհանրապես պարզեցնում է ճամփորդելը։ Թույլ է տալիս մարդամեկի ասածով գնաք Ռոմ, սուրճ խմեք, բայց անպայման վերադառնաք։